Ասում են նպատակը արդարացնում է միջոցները։ Տրամաբանական է։ Եվ ահա այս տրամաբանության մեջ էլ մեր հերոսը իր նպատակին հասնելու համար ինքնատիպ արդարացում ունի։ Խնդիրը յուրօրինակ ամուսնության առաջարկ անելն է։ Մի առաջարկ, որի նմանը դեռ ոչ ոք չի տեսել եւ որի մասին կարող է իմանալ ողջ հայությունը, որի համար էլ Արմենը դիմեց բեմել հանդիսություններ կազմակերպող ընկերությանը, որտեղ էլ փորձառու մասնագետների հետ համաձայնության գալով արդյունքում ստացվեց հետևյալը։ Դեռ ընթանում են աշխատանքներ, սպասում ենք մեր հարց եւ տեսային։ Արմենը, որը շատ սիրում է Սևանուհուն, հրավիրեց սրճարան։ Եվ 1-2 րոպե անց ըստ սցենարի դուրս եկավ բակ։ Ու հանկարծ սրահում տեղադրված հեռուստացույցի էկրանին սկսվեց լրատվականը։ Հետևենք։ Բարև ձեզ, եթերում լուրերի արտակարգ թողարկումն է։ Արտակարգ իրավիճակ է Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ջոս ռեստորանային համալիրում։ Մենք ուղիղ կապ ենք հաստատել այնտեղ։ Մանրամասները կներկայացնի մեր թղթակիցը։ Այս պահին մենք գտնվում ենք Ջոս համալիրի բակում։ Այստեղ մեծ իրարանցում է խառնաշփոթի հեղինակը Արմենն է։ Նա արդեն մեր կողքին է եւ կբավարարի մեր հետաքրքրությունը։ Բարի օր Արմեն։ Բարև ձեզ։ Դուք ասացիք, որ կարևոր լուր ունեք հայտնելու աշխարհին։ Մանրամասնեք խնդրում եմ ինչի մասին է խոսքը։ Հա, իհարկե, ուզում եմ ուղիղ հետերով ամբողջ աշխարհին հայտնել, որ սիրում եմ այս աղջկան Սևանուհուն, ուզում եմ իր հետ ամուսնանալ։ Ինքը հիմա նստած է սրճարանում եւ հետևում է մեզ։ Սևանուհի ջան, ես քեզ շատ սիրում եմ։ Եթե համաձայն ես ամուսնանաս ինձ հետ, դուրս արի բակ։
Мне очень приятно, я в шоке, и мне все нравится. Спасибо моему любимому. Человек спасун, бать. Но от него ожиданно, он очень романтик. Դե շնորհակալ եմ Բեմել ստուդիայից։ Это моя огромная мечта была. Да, я согласна. Я сразу поняла, до этого, в общем, новости были, и там это, женщина говорит, сделайте громче! И такие все на меня смотрят, я такая сижу в телефоне. Смотрю, там Армен, я ищу.